2022 թվականի դեկտեմբերի 12-ից առ այսօր ադրբեջանցի մի խումբ էկոակտիվիստների կողմից շարունակում է փակ մնալ Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Այս իրողությունը մի շարք խնդիրների առաջ է կանգնեցնում Արցախցուն։ Շրջափակումը ունի նաև դրական կողմ։ Մի շարք երիտասարդներ բողոքելու եւ անզբաղ մնալու փոխարեն սկսեցին ինքնակրթվել եւ առցանց մասնակցել դասընթացների։ Նման երիտասարդներից է Էթերի։ Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն համալսարանն ավարտելուց հետո հասկացել է, որ այդ մասնագիտությունը այնքան էլ չի համապատասխանում իրեն, եւ որոշել է հմտանալ սոցիալական մեդիա մարքեթինգի եւ գրաֆիկ դիզայնի ոլորտում։ Դասընթացներին սկսել եմ մասնակցել դեռ մինչև շրջափակումը, սակայն բուն դասընթացի շրջանը սկսվել է շրջափակման ընթացքում։ Որոշել եմ, որ պետք է մասնակցեմ գրաֆիկ դիզայնի դասընթացին, պետք է խորացնեմ գիտելիքներս, քանի որ դա ինձ շատ հոգեհարազատ մասնագիտություն է, եւ սկսեցի մասնակցել ես կրթական հիմնադրամի կողմից իրականացվող դասընթացներին գրաֆիկ դիզայնի, որի ընթացքում սկսել եմ սովորել մի շարք հմտություններ նոր մասնագիտության հետ կապված եւ սկսել եմ կիրառել այդ հմտությունները։ Գրաֆիկ դիզայնի դասընթացի ընթացքում սկսել ենք սովորել ընդհանուր մինչև պրոդուկտի հետ կապված բոլոր դիզայների իրականացումը, մինչև հենց այդ պրոդուկտի բուն բրենդբուքի ստեղծումը։ Այժմ մենք աշխատում ենք մի պրոյեկտի վրա, որի ընթացքում ստեղծում ենք հայկական տառատեսակ, այն արդեն ավարտին ենք հասցնում։ Ինձ մնացել է ստեղծել մի 3-4 տառ վերջնական եւ արդեն կունենամ ավարտին հասցրած հայկական տառատեսակ, որը կարող եմ օգտագործել իմ հետագա պրոյեկտներում։ Այսօր մի շարք երիտասարդներ Էթերիի պես քայլում են ժամանակին համընթաց եւ հասկանում, որ ինքնակրթությունը եւ ոչ ֆորմալ կրթությունը կարևոր են անձի զարգացման եւ ինչու՞ չէ, նաեւ ակադեմիական կրթության բացերը լրացնելու համար։ Ինքնակրթությունը բնականաբար շատ մեծ ներդրում է մեզ համար եւ թե նոր մասնագիտություն սովորելիս, թե այլ ոլորտներում, քանի որ եթե մենք մասնակցում ենք ինչ-որ դասընթացի, դա դեռ գործի կեսն է, անպայման պետք է լինի ինքնակրթություն, քանի որ առանց դրա լիովին ընկալել մասնագիտությունը հնարավոր չէ։ Ունենում ենք նոր զարգացումներ ժամ առ ժամ, րոպե առ րոպե, այն պետք է յուրացնել ինքնակրթության միջոցով։ Շրջափակմամբ պայմանավորված այսօր Արցախում սահմանվել է էլեկտրաէներգիայի հովարային անջատումների գրաֆիկ, որը իհարկե խոչընդոտում է դասընթացներին առցանց միանալուն եւ խմբակային պարապմունքներ իրականացնելուն։ Համացանցի բացակայությունը անարդյունավետ է դարձնում մեր դասերը, բայց դա խոչընդոտ չի հանդիսանում մեզ համար եւ անընդհատ մենք փորձում ենք թեկուզ ինքներս ինքնակրթվել, ինչպես նշել եմ, եւ բաց թողնված դասերը փոխլրացնել որոշակի այլ գիտելիքով։ Ցավոք կարող եմ նշել այն, որ Արցախում գրաֆիկ դիզայն տերմինը դեռ նորույթ է, եթե հաշվի առնենք այն, որ ամբողջ աշխարհում դա տարածված է, այստեղ դա նորույթ է։ Աշխատաշուկայում ունենք պակաս աշխատանքի, բայց ես գտել եմ եւ DJ ընկերությունը ստեղծել այդ հնարավորությունը, ես հիմա այնտեղ որպես գրաֆիկ դիզայներ եւ իլյուստրատոր եմ աշխատում։ Մնացած այլ ոլորտներում որպես աշխատանք դիզայներները փորձում են գտնել արտասահմանյան շուկայում որպես ֆրիլանս աշխատանք եւ շատ հաճելի կլինի, որ այստեղ այդ ոլորտը նույնպես զարգանա։ Շրջափակման ընթացքը մեր գործընկերուհի Իրինան նույնպես նորը բացահայտելու առիթ է դիտարկել։ Ոչ միայն շարունակել է արդեն սկսված մարդկային ռեսուրսների կառավարման դասընթացը, այլև սկիզբ է դրել նորին։ HR մասնագիտությունը ընտրել եմ նրա համար, որովհետև ինքը մաքսիմալ մոտ է իմ ներկայիս մասնագիտությանը։ HR լինելով դու պետք է շատ ակտիվ տիրապետես, շատ լավ տիրապետես փափուկ հմտություններին, օրինակ ընկերասիրություն, կարեկցանք կամ հասկանալու ունակություն, պետք է նաև հոգեբան լինես ու իրավաբան, որպեսզի կարողանաս աշխատանքների իրավունքները պաշտպանել եւ աշխատողների համար ընկեր լինել։ Ցավոք, Արցախում այդ մասնագիտությունը շատ խիստ անհրաժեշտ է, բայց պահանջված չէ։ Ինչու, որովհետև Արցախում շատ մարդիկ աշխատում են, չիմանալով իրենց աշխատանքային իրավունքները եւ հետեւաբար եթե չգիտեն, չեն էլ հասկանում, որ շատ տեղերում խախտվում է այդ աշխատանքային իրավունքները։ Շրջափակման պատճառով առաջ եկած խնդիրները չեն շրջացել նաեւ այս ոլորտը։ Բաց թողնված դասերն իր համար ձայնագրվում էին։ Մարտի 25-ին Իրինան պետք է ստանա իր դիպլոմը, որպես ՄՌԿ մասնագետ։ Կենթանի շփում ունենա գործընկերների հետ։ Փորձի փոխանակմամբ դրական տեղաշարժ ապահովի։ Գործընկերուհիս այս պահին բացահայտում է եւս մեկ ոլորտ՝ գրաֆիկ դիզայնը։ Ես զգում էի արդեն, որ
այս ընթացիկ տարում 2023 թվականին արդեն 1.5 ամիս շրջափակման մեջ ես զգում էի, որ խոր դեպրեսիայի մեջ եմ մտնում եւ ինձ ինչ որ մի բան պետք էր անել նոր, որպեսզի կարողանամ այդ դեպրեսիոն այդ մտքերը ճնշել իմ մեջ եւ ինչ որ իմ ուղեղը զբաղված լինի նոր ինչ որ ուսումնասիրություններով եւ ընտրեցի գրաֆիկ դիզայնը։ Միշտ սիրել եմ դիզայնի հետ կապված ցանկացած բան եւ նաեւ այդ որոշումս պայմանավորված էր նրանով, որ մեր շուրջը տեղի ունեցող գլոբալ աշխարհաքաղաքական տարբեր իրավիճակները, տարբեր խառնաշփոթ իրավիճակներ, որոնք վտանգ են առաջացնում, չպետք է ստիպեն քեզ դու կախված լինես, գանված լինես ինչ-որ լոկացիոն պայմաններից եւ այստեղ ֆրիլանս աշխատանքը շատ լավ, շատ մեծ հնարավորություններ է տալիս, դու ցանկացած վայրից կարող ես աշխատել աշխարհի ցանկացած ընկերության հետ, սա թերևս ֆրիլանս աշխատանքի լավագույն հնարավորություններից մեկն է եւ այս ոչ ստաբիլ պայմաններում այն կարող է քեզ օգնել, որպեսզի դու քո հմտությունները ծառայեցնես տարբեր պրոյեկտների համար։ Կարծում եմ այս վերջին տարիները շատ փոխեցին եւ աշխարհը եւ ստիպված աշխարհի հետ փոխվեցին նաեւ մարդիկ եւ չպետք է վախենալ նոր մասնագիտություններ ուսումնասիրելուց, որովհետեւ հենց այդ նոր մարտահրավերներն են առաջ բերում այնպիսի հնարավորություններ, որոնք դու օգտվելով ձևավորվում ես որպես այն մարդը, որը ժամանակի ընթացքում դառնալու ես։ Շրջափակումը մեզ սովորեցնում է օգտագործել առկա բոլոր հնարավորությունները, ձեռք բերել նոր հմտություններ, որոնք հետագայում կօգնեն կյանքի կոչել ստացած գիտելիքները։ Հաջողություն եմ մաղթում զրուցակիցներից եւ բոլոր նրանց, ովքեր նորը բացահայտելու տարբերակն են ընտրել։